Գնացինք։ Անուշ չենք խանգարել։ Ինչ կարելի է ուտել վիրահատության առաջի ամսում։ Մենք ամիսներ ընդհանրապես վիրահատությունից հետո բաժանում ենք տարբեր этаպների։ Առաջի շաբաթ, երկրորդ շաբաթ, երրորդ շաբաթ եւ պետք է ասեմ, որ մենք մեզ մոտ վիրահատությունից հետո 2-3 օրից սկսած մենք հիվանդին թույլ ենք տալի, որ խմի կոմպոտներ, թույլ ենք տալի, որ խմի յոգուրտներ, այսինքն ըմպելի յոգուրտներ առանց հատիկի եւ բնականաբար ջուր։ Երկրորդ շաբաթից արդեն թույլատրվում է պյուրեացված սնունդ, բուլյոններ, կրեմապուրներ, կաշաներ ցանկացած տեսակի։ Իսկ երբ որ արդեն անցնում ենք երրորդ շաբաթին, երրորդ շաբաթ 14-15 օր հետո մենք թույլ ենք տալի, որ հիվանդները արդեն ծովային մթերքներ ուտեն, որոնք որ ավելի հեշտ մարսվող են։ Այնուհետև գալիս է 4-րդ շաբաթը, որը տեղ մենք թույլ ենք տալի ուտել հավի կրծքամիս, հավի միս, որոնք որ արդեն կամաց ծամելով կարող են ընդունել։ Եվ դրանից հետո этап մենք թույլ ենք տալի, որ հիվանդները գրեթե ուտեն ամեն ինչից։ Քիչ ծամելով, քիչ քանակով, մի քիչ ավելի հաճախ։ Եվ նաև շատ կուզեմ նշել ինչ չի կարելի։ Իհարկե դա մեզ էլ չի կարելի, ոչ վիրահատված հիվանդներին, բայց ցանկալի չէ, որ ընդունեն գազավորված ըմպելիք, սպիրտային խմիչքներ, ալկոհոլային խմիչքներ, յուղոտ ուտելիքներ եւ իհարկե տապակած սնունդ։ Առավել եւս նոր վիրահատված հիվանդներին։ Առողջ եղեք։ Բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, որպեսզի լինեք ավելի տեղեկացված առավել եւս բարիատրիկ վիրահատության մասին։